Բարև ձեզ, Factor TV հյուրը Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածու Արման Աբովյանն է, ողջույն, պարոն Աբովյան։ Շնորհակալություն հրավերի համար։ Շնորհակալություն, որ եկաք Factor TV։ Տեսեք, գիտեք, որ ԿՊԱ-կան պատգամավորներն առաջարկել են կեցության ցենզ սահմանել ընտրական իրավունքի հետ կապված, այդ ձեր ընկալմամբ արդյոք սա չի կանխի օտարերկրյա միջամտությունը Հայաստանի ներքաղաքական process-ներին, իդեպ ասեմ, որ կառավարությունը իր տեսակետը հայտնելով ոչ միայն համաձայնել է, այլ ավելի այսպես խիստ թեզ է առաջարկել, որ 2 տարում 1 տարի պետք է ապրած լինես Հայաստանի Հանրապետությունում, ԲՀԿ-ն որպես այսպես ընտրություններին ակտիվ մասնակցող կուսակցություն, ինչպես է հարաբերվում այս առաջարկի հետ։ Շնորհակալություն հրավերի համար, միշտ շատ եմ կարևորել հենց անմիջապես ֆակտորի տաղավարում խոսել։ Տեսեք։ Շնորհակալություն գալու։ Ինչ վերաբերում Բարգավաճ Հայաստան կուսակցության վերաբերմունքին, մենք հասկանալի պատճառներով առայժմ մեր լայն sense շրջանակով չեն քննարկում ունեցել, որովհետև հիմա հիմնականում կենտրոնացած ենք այն գործընթացների, որոնք հետընտրական, տրամաբանության մեջ են։ Կարող եմ ուղղակի փաստարկված, փաստերով առանց ոչ մի sense ասենք, դեմոնիզացիայի կամ իդեոլոգիայի ինչ որ բաներ, ասենց առաջ մեջ բերելու փաստերը հետևյալն են, առաջինը եկեք ֆիքսենք, որ կապ չունի մարդը Ռուսաստանում ապրում Հայաստանի քաղաքացին, թե բնակվում է Միացյալ Նահանգներում, թե Ֆրանսիայում, ինքը այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, որը սահմանադրությամբ ամրագրված իրավունք ունի եւ ինչու ոչ դա պարտականություն է մասնակցել ընտրություններին։ Երկրորդը, երբ որ մենք խոսում ենք հիբրիդային վտանգների մասին, ապա չպետք է մոռանանք հետևյալը, որ եթե չեմ սխալվում, այն ուռճացված թիվը, որ է, սա կգան դրսերից, կքվեարկեն եւ այլն, ինքը չհամապատասխանեց իրականությանը, այսինքն ժամանած մարդկանց թիվը, ըստ էության, այն սկզբունքային փոփոխության ազդեցությունը չունեցավ, այսինքն դա օրինակ 200,000 մարդ չէր, նույնիսկ 100,000 մարդ չէր, նույնիսկ 50,000 չէր, իմ խորին համոզմամբ բավականին քիչ թիվ էր։ Եվ այդ թվի մեջ նաև ներառված էին այն մարդիկ, ովքեր քվեարկում էին իշխանության օգտին։ Մենք բազմաթիվ տեսանյութեր ունենք նույն Ռուսաստանից։ Խնդրեմ։ Ես ուզում եմ ասել, որ ոնց որ թե այս փոփոխությունը ավելի շատ նախատեսված է կազմակերպված քվեարկություն նախաձեռնելու դեմ, այսինքն ընդ որում այստեղ Ռուսաստանի օրինակն է հաճախ բերվում, դուք էլ դա արեցիք, կարող է մի օր ենթադրենք Մակրոնը կամ հաջորդ Ֆրանսիայի Ես չեմ Ռուսաստանի օրինակը բերում, Ռուսաստանի հիբրիդային այդ պատերազմի մասին գիտեք ովքեր են խոսում։ Ես Մակրոնին թիրախավորում, որ չասեն, Ռուսաստանն է թիրախավորում, որոշում է, որ Չթիրախավորեք, հարց չկա։ Լավ, այ մարդ Թրամփը որոշում է, որ Փաշինյանը պետք է շարունակի պաշտոնավարել եւ 100,000 հայերի, այսպես կազմակերպված ուղարկում է։ Ընդ որում գիտեք, որ նա աջակցեց օրինակ Նիկոլ Փաշինյանին, այս օրենքը ուղիղ աջակցեց եւ չգիտես ինչու արևմտամետ թևը վերնաշապիկները չպատրեց ընկավ փողոցներ ասելով դրսից միջամտություն է, ճիշտ է մոռացա մենակ ռուսների պահովակ։ Ներողություն։ Ես այդտեղ մի տարբերություն ամեն դեպքում կարող եմ նշել, սա այս հնարավորություն չի, եթե այս օրենքը ընդունվի, կանխել Թրամփի միջամտությունը Հայաստանի ներքին քաղաքական գործերում։ Տեսեք, եթե վերադառնանք վերլուծական դաշտ եւ փաստարկված տարբեր պետություններում փորձեր արվել են այսպիսի, օրենքներ սահմանափակումներ մտցնել, բայց Հայաստանում գոյություն ունի շատ առանցքային տարբերություն։ Ինքը տեխնիկապես չի աշխատի։ Շատ բարձ պատճառով։ Գաղտնիք չեմ բացի, եթե նշեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք բնակվում են արտերկրներում, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Իրան, իմիջիայլոց վերջին ժամանակահատվածում բավականին շատացել է Հայաստանի քաղաքացիների քանակությունը, ովքեր Իրանի իրանական ծագում ունեն եւ իրանական անձնագիր ունեն եւ բնականաբար Ռուսաստան։ Հիմա հարց իմիջիալոց նույն ճանապարհը անցել էր Լեհաստանը ժամանակին, երբ որ 90-ականների սկզբին այդ կոտրվելու ժամանակ, այդ խորհրդային եւ այլն, երբ որ իրենք նույնաբովանդակ սահմանափակումներ փորձեցին մտցնել, բայց իմ կողմից շատ հարգված, շատ սիրված Յան Մատուշևսկի Լեհա ինքը ուղղակի ես իրեն համարում եմ եվրոպական
քաղաքական մտքեր ավիրաններից շատ բան։ Ինքը ասես դա չի աշխատելու, ինչի համար։ Տեսեք, պայմանական Միացյալ Նահանգների անձնագրով մարդը մտնում է Հայաստան։ Եվ Հայաստանից դուրս է գալի Միացյալ Նահանգների անձնագրով։ Դու չունես տեխնիկապես հնարավորություն համադրելու եւ համեմատություններ անելու, որովհետեւ այդ պարագայում Միացյալ Նահանգները Ռուսաստանը, կլինի Իրանը պետք է քեզ տրամադրեն իրենց քաղաքացիների բազան, ինչը հնարավոր չի, բացառված է։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը իր քաղաքացիների գալ գնալու բազան չի կարողանալու Կարող է, բայց իրանք ներս ու դուրս են անում այլ անձնագրերով։ Ոնց ես դու իմանալու։ Այսինքն դուք կարծում եք, որ խնդիր չի լուծի սա։ Բացարձակապես խնդիր չի լուծի եւ բացի տեխնիկական լոկ, հա, բնույթի խնդիրներից ինքը այնքան ծավալուն է, ինքը այնքան անիրատեսական է, որ ես այնուամենայնիվ ավելի քան համոզված եմ, որ դա չի աշխատի միջայլոց։ Նույնա բովանդակ, եթե կհիշեք, մոտավորապես 2 տարի առաջ մի նախաձեռնություն քննարկում էր նաև Մոլդովայի պարլամենտում, ճիշտ է այնտեղ ընդդիմությունն էր բերել այդ օրինագիծը, որ թույլ չտա երկքաղաքացիություն, իրանք միշտ այլ ձև էին ձևակերպել, երկքաղաքացիություն ունեցողները, որ քվեարկեն։ Բայց այստեղ կրկին հարց առաջացավ, չանցավ այդ օրենքը, իրանք բան չարեցին։ Գիտեք ինչի համար, իրանք ասեցին, ինձ ո՞նց ենք մենք ստուգելու երկքաղաքացիությունը։ Ո՞նց։ Այսինքն, եթե դու դիմում ես հա անհատական օրինակ Ռուսաստանի, խնդրում ենք հաստատել այս քաղաքացին Ռուսաստանի քաղաքացի է, այո թե ոչ, ապա այդտեղ դու չունես պարտադրանքի միջոց, որ իրանց պարտադրես, որ իրանք հաստատեն։ Իրանք կարող ձենել չհանեն։ Դա հիմք չի կարա հանդիսանա, որ դու այդ մարդուն օրինակ հայկական քաղաքացիությունից զրկես կամ թույլ չտաս, որ ինքը քվեարկի։ Այսինքն մի շարք խնդիրներ են առաջ գալիս, եւ այստեղ, որքան էլ տարօրինակ չհնչի, ես բացի ընտրություններից, եթե դնենք նեղ կուսակցական, հա, նեղ իշխանական, նեղ փաշինյանական նույնիսկ, հա, նկատառումները եկեք սենց մի հատ փորձենք հասկանալ։ Ինչպես է վերահսկվելու այդ գործընթացը։ Մեկ եւ երկրորդը։ Հավանաբար ՆԳՆ-ն կարող են չի կարող։ Ինքը տեսեք, բազաներ դու պետք է ունենաս, դու պետք է ունենաս ուղիղ հասանելիություն արդ երկրների քաղաքացիների բազաների։ Ուղիղ ընդ որում իրավաբանորեն հաստատված։ Կներեք, բայց պարոն Աբովյան, եթե Հայաստանը տեսնում է, որ իր քաղաքացին 1 տարի առաջ դուրս է եկել, ո՞նց է տեսնում։ Սեք համակարգով օրինակ։ Ոչ, ինքը չի կարա տեսնի շատ པարզ պատճառով քաղաքացին դուրս է գալի արտերկրի անձնագրով։ Դա նկատի ունեք։ Լավ։ Ներողություն, վերջացնեմ, տեսեք, շատ կարևոր մի հարց բարձրացրեցիք, որովհետև ինքը բացի նրանից, որ փիլիսոփայական մեջ ունի, հա, երանգներ, այսինքն ով ունի իրավունք որոշի, մենք ոնց ենք ապրելու մեր երկրում։ Չէ՞։ Տրամաբանականը, որ պետք է որոշի այն մարդը, ով ապրում է երկրում, բայց այստեղ եթե մենք լոկ ֆորմալիզմից դուրս գանք, ապա եկեք ի վերջո հասկանանք, որ այդ պարագայում դու շեղում ես իրական շեղում ես մտցնում Սփյուռք Հայաստան հարաբերությունների մեջ, ինչը զանգվածաբար թույլատնում է հենց Հայաստանը։ Շատ խորքային հարց է, կարծում եմ առանձին հաղորդում կարելի է կազմակերպել հենց այս հարցով։ Եթե հնարավորություն լինի քննարկման, կարող ենք։ Թե ես որպես բարձր շատ եմ էլի ես այս թեմայով խորացել։ Շատ լավ, տեսեք, հաճախ ասում են Հայաստանում կա հակառուսական տրամադրություններ եւ դա իշխանությունն է բորբոքում եւ այլն, բայց չեք կարծում, որ այդ տրամադրությունները, որոնք ես չեմ ժխտի, որ հաճախ կան, ավելի շատ հակակրեմլյան տրամադրություններ, դրանք առաջում են նաև ռուսական կողմից եղած որոշ հայտարարություններից։ Օրինակ, Մարգարիտա Սիմոնյանը, գիտեք, Russia Today գլխավոր խմբագիր առաջարկել է բացահայտել եւ Ռուսաստան թույլ չտալ Փաշինյանին ընտրած քաղաքացիներին զննելով սոցիալական ցանցերը, նրանք այնտեղ հաճախ իրենց տեսակետը արտահայտում են եւ պետք է մշտապես արգելվի այդ քաղաքացիների մուտքը, քանի որ նա այդ մարդկանց կապում է հակառուսական տրամադրությունների հետ։ Ո՞րն է ձեր գնահատականը այս հարցի վերաբերյալ։ Տեսեք, յուրաքանչյուր դեպքում պետք է հասկանանք մի բան, որ եթե մենք փորձում ենք դիտարկել հարցը լոկ անձերի մակարդակով, ապա
Չէ, Փաշինյանին ընտրողները նա ըստ նրա հակառակներ են եւ չէ, տեսեք, ես այնուամենայնիվ կտրականապես դեմ եմ, որ յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացու արչեւ, յուրաքանչյուր պետություն, կլինի դա Ռուսաստան, կլինի դա Միացյալ Նահանգներ եւ այլն, լինեն փակ դռներ քաղաքական հայացքների համար, բայց այստեղ պետք է մենք հակառակ process-ը նայենք, ըստ էության մենք ունեցանք, սա ֆիքսում ենք, ես իրականում բազմաթիվ անգամ ասեմ ձեզ ավելի նույն Սպուտնիկի եթերում ես դա շատ հանգիստ առանց ոչ մի գրագրության ցենզուրայի ասում եմ եւ Իդեպ ձեր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեր խմբագիրը պաշտոնապես եւ Սպուտնիկի ինքը Russia Today-ի դի մեծ գրուպ է, մեջը մտնում են տարբեր Ռասիա Սևոդնիայի մեջ է մտնում։ Հա, ինքը Russia Today-ի մեծ ինքը հոլդինգա, մեջը մտնում են տարբեր լրատվամիջոցներ։ Ասեմ ձեզ ավելին, այդ դեմոնիզացումը, որը գնում է, ինքը այո, հաճախակի նաև գնում է այն գնահատականներից, որոնք հաճախակի հնչում են այս կամ այն սենց ասենք, հա, անհատների կողմից, ովքեր ներկայացնում են այս կամ այն, օրինակ, չգիտեմ, լրատվական եւ այլն, բայց այստեղ պետք է նաև հակառակ process-ը նայենք։ Եթե մենք իրականում դեմ ենք, որ քաղաքական հայացքներից դուրս գալով, հա, միայն էթնիկ ծագումից եւ քաղաքական հայացքներից մարդկանց թույլ չտան մտնեն ինչ-որ երկիր կամ դուրս գան, կապ չունի Ռուսաստան թե Միացյալ Նահանգներ, բայց ներողություն։ Նույն process-ը գնում էր ընտրություններից առաջ, երբ որ մարդկանց ուղղակի որ մարդիկ օրինակ Ռուսաստանի քաղաքացի են կամ երկքաղաքացիներ են, հայերին, հա, զանգվածային ստուգումների են ենթարկում եւ այլն, կային մարդիկ ում թույլ չեն տվել որ մտնեն Հայաստանի միջալոց, հայացքների հետ կապված արգելական վերաբերմունք միանշանակ, երբ որ մենք մեկի աչքի մեջ փուշն ենք տենում, եկեք մեր աչքի գերանը չմոռանանք, էլի։ Բայց բոլորն էլ այդ թերթիկները բաժանում են, որ ընտրակաշառք վերցնեք։ Տեսեք, բաժանելու հարցը չի, խնդիրը նա է, որ եթե դու պնդում ես, որ խտրականությունը անընդունելի է, դուրդ գա թե չգա, դու առաջինը պետք է խտրականության այդ շրջանակից դուրս գաս, ասեմ ձեզ ավելին։ Եթե չեմ սխալվում, տարափը մարդկանց իրենց քաղաքական հայացքների համար Ռուսաստանից կամ նույնիսկ Ֆրանսիայից, հա, Մուրադ Փափազյանի պատմությունը մի հատ հիշենք, Միացյալ Նահանգներից իմիջիալոց մարդիկ, ովքեր չեն ընդունում այս իշխանությանը, մարդկանց արգելվում էր մտնել Հայաստանի Հանրապետություն, լոկ իրենց հայացքների համար, այսինքն երբ որ սրանք իրենց դրած մեծ ժողովրդավարների տեղ, հա, պետական մակարդակով ես կրկնում եմ, խոսքը մարդկանց մասին չի, մեր հերոստատիտողների մասին չի, պետական մակարդակով, երբ որ դու ինչ-որ գանգատ ես արտահայտում, մի հատ բարի եղի, գնաս մի հատ լավ լվացվես ու գնաս մի հատ հայլու դեմ կանգնես, որովհետև դուրներս գա թե չէ, կիսատ հղի մարդ չի լինում, դու կամ խտրականության դեմ ես, ի սկզբանե, կամ դու խտրականության կողմ ես։ Պարոն Աբովյան, ձեր ասածը բավական առողջ հակաքննադատություն եւ հակափաստար, բայց եթե օրինակ հետախուզական եւ այլ տիպի տվյալներ են լինում, որ կոնկրետ Ռուսաստանի հատուկ ծառայությունները տեղի բիզնեսմենների, չգիտեմ, նահանգապետերի, պաշտոնյաների միջոցով հավաքագրում են մարդկանց կամ մտադիր են առնվազն ուղղորդել նրանց գալ Հայաստան եւ ընտրել օրինակ ձեզ վրա բերեմ, որ ուրիշ ուժեր բան չանեն, էլի, շարժ չեմ անում բակային, այսպես որպես օրինակ եմ ասում, առողջ չի, երբ որ պետությունը բան անի, հա, որոշակի այսպես մեխանիզմներ ձեռնարկի, թեև Փաշինյանը, եթե կհիշեք, ասում էր եկողների 80%-ը մեզ են ընտրելու ամեն դեպքում, էլի։ Հա, հետո բայց չգիտես ինչու ընդդիմությանը ընտրողների 70%-ին անվանեց գարշահոտ կաշառակերներ, չէ՞։ Ընտրակաշառքով են բաժանել։ Վիրավորելով դրանով շուրջ 250-ից 300,000 մարդի միջալոց ներողություն, որ ընդհատեմ այդ մարդիկ չեն մոռանա դա։ Սողանցք չեք նկատում ամեն դեպքում։ Գիտեք, կարող եմ ասել հետեւյալը, որ առաջինը, ինչ վերաբերում է միջամտությունների, հա, երբ որ մենք ասում ենք հետախուզության միջամտություններ, եթե կան հետախուզական միջամտություններ, ապա դրա հարցի լուծման գործընթացների դեմ առնելը չպետք է առնչվի հասարակ քաղաքացիների մակարդակին։ Ինքը պետք է առնչվի նվազագույնը միջպետական հարաբերությունների պարագայում։ Բայց դա հենց խտրականը կլինի։ Բոլոր Ռուսաստանից եկողներին արգելում ենք։ Չէ, ես ասում եմ պետական, չէ, ներողություն։ Երևույթի սխալ անցալում եղավ, տեսեք։ Իմ ասածը նա է, որ դու մարդկանց վրա չպետք է մուրը թանես։ Ժողովրդական լեզվով ասած։
Դու եթե խնդիր ունես այլ պետության հետ, դու պետք է այդ խնդիրը լուծես պետական մակարդակով, պայմանական գնաս էլի Ռուսաստանի վրա օրինակը չբերենք, այլ պետություն, Զիմբաբվե, դե լավ։ Գնաս Զիմբաբվեի ղեկավարությանը ասես ընկեր, ես քո թշնամին չեմ։ Այս սա է ապացույցը, որ ես քո թշնամին չեմ։ Մի աշխատի իմ դեմ։ Ասել են, բայց չեն լսում։ Ասելով չի, ախր ասելով չի։ Մենք էլ կներեք փափախով մի ամիտներ չենք։ Շարունակում են միջամտել Հայաստանի ներքին գործերին, ստացվում է, եթե այդպիսի օրենք են ընդունում, պարոն Աբովյան։ Ես կարծում եմ, որ այդ օրենքը ընդունել են մի քիչ տրոլինգ անենք, էլի, որովհետև Հայաստանի ընտրություններին ուղիղ միջամտություն արել է Միացյալ Նահանգները, որի մասին հպարտորեն հայտարարել էր Դոնալդ Թրամփը։ Ուղիղ միջամտություն արել է Եվրոպական միությունը, որի ուղիղ, գիտեք, sense անթակույց, առանց ոչ մի ինչ-որ նեղվելու Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ այլն։ Դա քաղաքական հայտարարություններ են անում։ Այո, բայց արի ու տես, որ քաղաքական հայտարարությունները իրենք վերաձևավորում են որոշակի պրակտիկ քայլերի եւ քաղաքական հայտարարությունները աջակցության կամ ոչ աջակցության պարագայում բերում են բավականին գետնի վրա գործընթացների։ Կներեք, պարոն Աբովյան, բայց մի տարբերություն կա։ Մի մարդու էլ ասեմ, էլի սիրտս կտրակի։ Սիրտս կտրակի։ Թուրքիան էր աջակցում, բայց մի հատ ծպտուները Թուրքիան մի քիչ ուրիշ էր, ասում էր Փաշինյանի կառուցողական դերը խաղացան մեջ աջակցում էր։ Այդ այն թուրքերն էին, որ մեզ ոչնչացնում էին, ճիշտ է, նույն թուրքերի, ուրիշ թուրքեր չէին։ Լավ, այդ պատմական սպիները եկեք չխաղանք, էլի։ Չէ, 44 օրյա պատերազմ։ Իրոք եկեք դրա վրա չխաղանք։ Ես չեմ խաղում, թե չէ կգնանք Նժդեի ապստամբություն Սյունիք։ Չէ, ես փաստ եմ արձանագրում, դա այն Թուրքիան էր, որը 44 օրյա պատերազմի ժամանակ ուղիղ պատերազմ էր մեր դեմ։ Չգնանք հայ-ռուսական պատերազմ, Նժդե ապստամբություն 44 օրյա պատերազմի մասին։ Դե դա եմ ասում, էլի, եկեք դրա մեջ։ Այսինքն Նժդեն ու 44 օրյա պատերազմը Դե կներեք, հիմա դուք ցեղասպանություն եք հիշում, ես էլ նայում։ Ես 44 օրյա պատերազմ եմ ասում։ Բայց Թրամփը եւ Ուրսուլա ֆոն դեր Լայենը քաղաքական հայտարարություն են արել։ Օրինակ նրանք ճամպրուկներով փողեր չեն ուղարկել Հայաստանի Հանրապետություն, որ ինչ-որ ուժեր կա այդպիսի փաստ։ Չէ, վստահ եք։ Այո, վստահ եմ, որովհետեւ չեմ վստահ չեմ։ Բայց դուք չլսեցիք, չեն ուղարկել փողեր, որպեսզի դա կաշառք բաժանվի։ Իսկ ըստ Հայաստանի ՊԵԿ-ի տասնյակից ավելի դեպքեր են բացահայտվել, որ քեշ փող էր գալիս հենց կոնկրետ Ռուսաստանից կամ տարբեր էլ փողկապակցված երկրներից կամ օրինակ Թրամփը չասեց, որ Փաշինյան թույլ տուր Արամ Սարգսյանը օրինակ, էլի, անցնի խորհրդարան, որովհետև նա պրոամերիկյան ուժ է, բայց Պուտինը ասեց Փաշինյան կարող է չի ճանաչում, Փաշինյան թույլ տուր, որ այ Ռուսաստանի քաղաքացին ում կալանքի տակ եք պահում, մասնակցի ընտրությունների։ Տարբերությունը զգացինք, չէ՞, բայց ես կարծում եմ, որ տարբերությունը այդքան էլ մեծ չի, ինչ վերաբերում է քեշով փողերի, ապա գետ 1 դատական որոշում եւ գետ 1 ապացուցված բացի այն հետարքիր ձենով մի հատ մարդ է խոսում, որ են քնչական կոմիտեի։ Չէ, բայց ճամպրուկներով փողը։ Չէ, ես վերջացնեմ։ Չեն կարող ժողովուրդ։ Ճամպրուկով փողը բնավ չի նշանակում, որ այդ փողը եկել է օրինակ ընտրակաշառքի, եթե դա հայտարարում է խրող ձայնով Telegram-ում կամ հայկական ժամանակում կամ այլ տենց ինչ որ տիրույթում մարդը։ Երբ որ պատահաբար այսպես ընտրություններ շեմին ճամպրուկներով փողեր, պատահաբար չի շատ པարզ պատճառով իմ խորին համոզմամբ քեշ գումարի, տարբեր պետությունների հետ կապված աբարոտները իրենք կան եւ լինելու են եւ դա միայն Հայաստանի խնդրեմը չի։ Խնդրեմը նրանումն է, որ յուրաքանչյուր գործընթաց հիմա վերագրվում է այս կամ այն առումով ընտրություններին։ Ես չեմ խոսա երբեք եւ չեմ հայտարարի, որ այդ գումարները եկել են ընտրությունների այս կամ այն ուժին պատրաստ կամ օրինակ չգիտեմ նախապատրաստական աշխատանքներ կամ ինչ-որ բան անել, միջև չլինի դատական բոլոր ինստանցիաները անցած փաստ։ Չի կարելի, ձեզ չեմ ասում, ես ընդհանրապես երբ որ նույն այդ ձայնագրությունները, որոնք հնչեցվում են, առավոտից երեկո ձայնագրություններ են պատասխանում։ Իդեպ որ ձեր վերաբերյալ մի քանի տարածաշրջաններ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ ձայնագրություններ հրապարակեցին ԲՀԿ-ի։ ԲՀԿ-ն առնչվող։ Դե տեսեք, կնեք հարցս շարունակեմ, դուք միանգամից պատասխանեք, թույլ կտամ, չեմ ընդմիջի։ Մեկ էլ մի խորհուրդ, այդ որ բան են անում ԻԻ-ով, Gemini-ով թվանեն, որովհետև իրանց արածները մի քիչ միանգամից պարզում է, որ արհեստական ինտելեկտն է, դե լավ։ Տեսեք, ասեցի, կգնան Gemini-ով սարքես։ Մի քիչ երկակի իրավիճակ կա ԲՀԿ-ի շուրջ, մի կողմից
իրոք բավականին խնդրահարույց եւ չբացատրված կամ ոչ արժանահավատ կամ չհասկացված եւ այսպես ասեմ բացատրություններով երեք ընտրատեղամասում վերաքվեարկություն չի նշանակվում եւ դուք արդյունքում դուրս եք մնում ԱԺ-ից, այնտեղ ինչ որ դուրս են թողնում դա տարբերություն անճշտությունների մասին մի այսպես ընտրական օրենսգրքից հղումներ են մեջ բերում ասելով որ ճիշտ է որ վերաքվեարկություն չի նշանակվում մի կողմից դա է պարոն Աբովյան որ ԲՀԿ-ի շուրջ այսպիսի իրավիճակ կա երկակի մյուս կողմից դուք 24-ից ավելի քրեական վարույթով անցնում եք ձեր ուժի տարբեր ներկայացուցիչներ եւ այլն ընտրակաշառք բաժանելու հիմա ես չգիտեմ արդար է որ դուք չանցնեք ԱԺ թե անարդար է որ դուք չանցնեք ԱԺ որովհետեւ եթե հավատանք իրավաբանեն եթե հավատանք դուք ոչ արդար մեթոդների եք դիմել եթե հավատանք ձեզ արդար մեթոդների եք դիմել եթե հավատանք ձեզ Վագն Հովակիմյանը անարդար մեթոդների է դիմել եթե հավատանք նրան ինքն է արդար մեթոդների դիմել այս պարագայում մի պատասխան ունեմ դուք հավատում եք որ մածունը սպիտակ է Չէ, ես որպես լրագրող միշտ փաստերն եմ հետևում։ Միգուցե գունա խառնուրդ է եւ իրոք սպիտակ չլինի։ Մի անեկդոտ կա ձեր ասացի կապակցությամբ, ես կասեմ, ուրեմն Ֆրեյդի աղջիկը գալիս է հոր մոտ, ասում է պապա գիշերը բանան եմ տեսել երազում, այնց ուտում էի այդ բանանը, մեծ բանան էր։ Այդ ի՞նչ է նշանակում։ Ասում աղջիկ ջան, առհասարակ երբ որ երազում տեսնում ես բանան, հաճախակի դա ընդհանրապես նշանակում է բանան, ոչ ավել, ոչ պակաս։ Տեսեք, Բայց դա իմ հարցը է, ինչ կապ ունի։ Հեսա բացատրեմ։ Մենք կարող ենք երկար բարակ խոսել այն շինծու գործընթացների շուրջ, հա, որը իմ գնահատական եւ ոչ միայն իմ գնահատականով, այլ առհասարակ նույնիսկ բանականությունը ասում է նա, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ոչ բաժանել է ընտրակաշառք, ոչ էլ նպատակ ուներ բաժանել, որովհետեւ միայն անմեղսունակ մարդը, հա, կարող է այս պայմաններում, երբ որ կներեք միկրոսկոպով մտել են գլխիդ մեջ, տեսեք, ես բարոյականը դնում եմ մի կողմ։ Զուտ տեխնիկապես։ Ինչ որ ընտրակաշառք բաժանելու մասին, ոչ Բարգավաճը չի բաժանել ընտրակաշառք եւ այո, դա քաղաքական հետապնդման երանգներ են։ Երկրորդը Այսինքն կեղծ են այդ ձայնագրությունը։ Միանշանակ։ Միանշանակ եւ կարող եք երաշխավորել, որ մի տարի հետո հանդիպենք, դատական ակտեր չեն լինելու։ Ես կարող եմ, ես տեսեք, ես կարող եմ երաշխավորել։ Ես կարող եմ երաշխավորել միայն մի բան, որ երբ որ այս իշխանությունը բարեհաջող կհեռանա, այդ ժամանակ ճշմարտությունը կբացվի։ Այսա ես կարող եմ երաշխավորել։ Ինչ վերաբերում մի տարի հետո ինչ կլինի, Իմ համար շատ դժվար է այս պարագայում հա ինչ-որ կանխատեսումներ անել, հաշվի առնելով քաղաքագիտական առումով այն շիզոֆրենիան, որը տիրում է երկրում։ Հիմա վերադառնալով ընտրական գործընթացների եւս մեկ անգամ կրկնեմ եւս մեկ անգամ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կռիվ չի տալիս մանդատների համար, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կռիվ է տալի ամեն քվեի համար, որը տրվել է մեզ։ Այսինքն մարդ, որը հավատացել է մեզ, հավատացել է Գագիկ Ծառուկյանին, հավատացել է առաջարկ Հայաստանի կոնցեպտի, ի վերջո գնացել է եւ քվեարկել է մեզ համար, մենք իրավունք չունենք գետնով տալ այդ քվեն։ Սա մեկ, երկրորդը։ Այո, Վագն Հովակիմյանը եւ իր մի խոսքով, հա, ինքը կարծում եմ պետք է գլխավորի Հայաստանի Հանրապետության նկարչության, չգիտեմ, հա, միությունը, որովհետեւ այն ինչ մենք տեսանք, իսկ մենք տեսանք ինչ, փաստերով առանց անձնավորելու։ Գիշերվա ընթացքում Բարգավաճ Հայաստանը անցնում է շեմը, կորում է այդ հաշվարկները, հիշում եք ինտերնետ, բան փախավ եւ այլն, չէ, տենց ինչ որ կախեց համակարգը։ Մեկ էլ արդյանում ենք տեսնում ենք, որ 3% 996,000-ական։ Գնում ենք հետո, մենք մի անգամից ասում ենք, այդպես բան չի կարա լինի։ Ռանդոմ, ընդհանրապես մի քանի ընտրատարածքում անում ենք վերահաշվարկ եւ մեզ անհրաժեշտ քվեից մի քանի անգամ ավել քվե ենք առաջ բերում։ Ասում ենք, «Էդ իլա ռանդոմը չենք շատ հա խորացել»։ Նստում տենց մտածում են խուճուճներով ինչ անեն, հա, ու մեկ էլ խուճուճներով գալիս են մի սենց
եզրակացության, որ հա դե լավ ինչ ենք բանանում, մենա մի անգամից 2-3 ընտրատեղամասը չեղարկենք, ընդ որում բայց ընդդիմություններ դիմել որ չեղարկեն, մի վարքյան, չեղարկում են եւ անկախ դիտորդ եւ չեղարկում են եւ ամենակարևորը չեղարկում են հենց այն թվերի մակարդակով, որը բարգավաճին չգիտես ինչու, տես միամիտա չստացվում։ Տեսնում եք դուք պետք է ընդդիմադիր ձեր գործընկերներին դատի վերջացնեն, կարելի է վերջացնել։ Չեղարկելուց հետո, չէ՞, մենք հարց ենք տալիս, ասում ենք չեղարկել ես, լավ ես արել, դու պետություն խախտում ես արել, դու բերել ես զինվորներին 8-ից հետո, ընդդիմությունը չի բերել, չէ՞ զինվորներին, դու ես պետություն բերել։ Ու պայմանական պետություն հասկանում եք իմ նկատի ունեմ։ Բայց դրա հետ մեկտեղ դու պարտավոր ես սահմանադրությամբ նշանակես վերաքվեարկություն։ Եթե դու չես նշանակում վերաքվեարկություն եւ չեղարկում ես, լոկ չեղարկում ես, դու դրանով զրկում ես Հայաստանի Հանրապետության շուրջ 3000 քաղաքացու ընտրելու իրավունքից, այսինքն սահմանադրություն ես խախտում, հանցագործ ես դու հանցագործություն ես անում։ Այսինքն այստեղ խնդիրը վերաքվեարկության մասին է։ Մեզ ինչ են ասում, ասում են, ախր եթե հիմա վերաքվեարկվի, մարդիկ արդեն գիտեն, բան, ով ումա ինչ ձեներ տվե եւ կարողա կողմնակալ քվեարկություն լինի։ Եվ այստեղ հարց է ծագում։ Տո դու ով ես, քու ինչ գործն է դու որոշես քաղաքացու տեղը, ինքը ում ոնց պետք է քվեարկի եւ ինչ, հա, տենց ներքին համոզմունքների հիման վրա։ Տեսեք, ես ԿՊԱ-ականներին մի քանի անգամ ընդ որում շատ խիստ համարյա բանավեճ էր այս թեմայով իմ հարցադրումները ես մեծ սիրով կկազմակերպեմ բանավեճ, եթե դուք եւ նրանք գաք, բայց մի քիչ կասկածում եմ, որ դա տեղի կունենա։ Չէ, իմ հարցադրումները այն մասին է, որ ԲՀԿ-ի նկատմամբ ոնց հասկանում եք անարդարություն է ամեն դեպքում տեղի ունենում։ Եթե նկատել եք, ես ձեր երկրպագուն չեմ, ձեր քաղաքական ուժի, բայց պաշտպանել եմ ձեր այդ դիրքորոշումը իմ հարցադրումներով, զուտ հարցադրումներով, փորձելով նաեւ ճշմարտության այն մյուս երեսը լսել, բայց նա գիտեք ինչ են ասում են, գիտեք ինչ, ԲՀԿ-ից ինչ որ մանդատներ վերցնելու մենք խնդիր չենք ունենալ։ Նկատի ունեմ, որ այդպես դուք այդքան սկզբունքային քաղաքական ուժ չեք, որ գնաք եւ այսպես արմատական ընդդիմադիր լինեք, եթե 3/5 վերցնելու խնդիր լինի, հնարավոր է ձեզ այդ ինչ որ ընդհանրությունների գալ, ինչ որ առևտրի գալ, թեև Փաշինյանն ասում է հնարավոր չի, տրենգի պարելով կգային ու կխնդրեին, հնարավոր չի։ Փաշինյանն էլ լենորը ասում է, եթե Ծառուկյանը խնդրի էլ ստոյկատա ես նրա այդ գործարքի չեմ գնա։ Գիտեք, ես չեմ ուզում ոնց որ ակնարկեմ, գիտեք, կիսա դրանց այդ կիսա, չգիտեմ, նույնիսկ ցենզուր բառ չեմ կարող գտնել։ Հա, չէ, եթերում այտենց նորմալ։ Չէ, ես ոչ մի պարագայում, դու գիտեք, ես երբեք ոչ մեկին չեմ անձնավորում, բայց դրա հետ մեկտեղ էլ կոչ եմ անում յուրաքանչյուր քաղաքական ուժին մի քիչ չափավոր բերանները բացեն, էլի ստանալ։ Առհասարակ լավ բան է, երբ որ դու ասելիք ունես ու գալիս ես նորմալ ինչ որ հա քաղաքական դաշտում խոսում ես։ Ինչ վերաբերում է մնացածին, ապա դուք այդքան սկզբունքային չեք եւ ԿՊ-ն կարող է տարբեր մեթոդներով ձեզնից մանդատներ վերցնել։ Գիտեք, չեմ ուզում նույնիսկ քննարկեմ իրենց կողմից, հա, արտահայտված մտքերը, որովհետև հավատացնում եմ ձեզ, եթե նույնիսկ նշույլ լիներ, տրենգի պարելով գալու էին։ Տրենգի պարելով որ մի 2% էլ իրանց, հա, նկարիչներին կասեին, կնկարեին, ինչը մեզ պետք չի։ Մեզ պետք չի նկարել։ Ծնկաչոք բառներ օգտագործում, ասում եմ, դուք կգաք ծնկաչոք։ Ես չեմ ուզում հիմա պոլեմիկայի մեջ մտնեմ, ես ասում եմ, այն ինչ կա։ Անցնենք առաջ։ Գիտեք տարբերությունը ինչու՞մն է։ Երբ որ ձեզ ինչ որ բան են ասում, չգիտես ինչու կիսատ պրատ են ասում, այսինքն միջևերջ չեն ասում, որ եթե բարգավաճը անցնում է, ապա այս պարագայում իրանք բացարձակ մեծամասնության, հա, այդ սանդղակի մեջ կորցնում են հնարավորություն դատա խաղազգլխավոր նշանակել։ Չէ, այդ հայտնի փաստ է։ Այո, այսինքն այստեղ հստակ պրագմատիկ գործընթաց է։ Իսկ հաշվի առնելով այն հանձնարարականները, որոնք իջացված են այս իշխանությանը Բաքվից եւ Անկարայից, իրենք չեն կարող կատարեն այն, ինչ պետք է կատարեն, ինչի միջալոց արդեն կարծես թե չեն էլ թաքցնում։ Բայց սահմանադրական մեծամասնություն է անհրաժեշտ, եթե դուք սահմանադրության ոչ միայն սահմանադրական մեծամասնություն, 2/3 այսպես թե այնպես նրանք ոչ միայն սահմանադրական մեծամասնություն, Փարք Հասու հիմա չունեն սահմանադրական մեծամասնություն, նույնիսկ ամենավատագույն ռասկլադով, ես չգիտեմ այն, հա, չեմ ուզում առաջ ընկնեմ, տեսնենք Սեդեն ոնց ինչ որոշում կընդունի, ամենայն դեպս
մի քիչ աբսուրդային բան ասեմ, լիահույս եմ, որ Սահմանադրական դատարանը կորոշի որոշման մեջ հաշվի կառնի Հայաստանի սահմանադրությունը։ Իսկ եթե ԲՀԿ-ի քաղաքական ախորժակը չբավարարվի։ ԲՀԿ-ի քաղաքական ախորժակը չի մարդկանց քվեարկության եւ քվեների տեր կանգնելա։ Հաջողվեց սադրել։ Իսկ եթե դա տեղի չունենա եւ դուք մնաք խորհրդանից դուրս, ինչ եք անելու։ Հանրահավաք եք անելու կամ չգիտեմ, քաղաքական արձակուրդ եք գնալու մինչեւ 31 բազմաթիվ անգամ ասել են, ես հիմա թույլ տվեք մինչև վերջ չբացեմ, հա, պլանները, նախագծերը, բայց կարող եմ ասել հետեւյալը, որ բոլոր հնարավոր եւ անհնարին մեթոդները, որոնք տեղավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի, բոլոր օրենսգրքերի, ադմինիստրատիվ, քրեական, մի խոսքով, այնինչ թույլ է տալիս օրենքը, այնինչ թույլ է տալիս Սահմանադրությունը, կիրառվելու է միանշանակ հակասահմանադրական եւ պետական ինչ որ տենց քայլեր իրենք բնականաբար չեն եղել, չեն լինի եւ չեն լինելու, որովհետեւ առաջին մերժման դեպքում հակասահմանադրական իհարկե ոչ պարագայում շատ բարձ պատճառով գիտեք մենք չենք դառնա իշխանության երազանքների արգասիքը ու մենք ինքներս մեր ոտերին չենք կրակի։ Դե լիքը քրեական գործեր կան առանց այդ քրեական գիտեք սենց ասեմ շատ հնարավոր է դե լավ երկար բարակ չխոսամ երբ որ սրանց հա ճամփուկը դնի ժողովրդի իսկ այդ պահը վաղ թե ուշ գալու է հույս ունենամ վաղ այդ ամեն ինչը կբացվի կջրվի չի ջրվի կբացվի շնորհակալություն զրույցի համար Factor TV-ի հյուրընկալել ենք Արման Աբովյանին